Ladies and gentlemen, what's going on now here is Տիկնայք եւ պարոնայք, անհավանական բաներ են տեղի ունենում, երբ կա հավատ, նվիրում, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության գործարքը կայացավ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա։ Այլապես այն երբեք չի դադարի նորանոր տառապանքներ բերելով երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Հակամարտության ընթացքում շատերը զոհվեցին։ Բազմաթիվ սքացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ կատարվողին։ Նրանցից ոմանք գուցե այս իրադարձությունը անտեղի համարեն, բայց տառապանքների շարունակումը սփոփանք կամ հարգանք չէ նրանց համար, ովքեր տառապել են։ Խաղաղությունը միակ սփոփանքն է բոլորի համար։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Այժմ մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել ձեզ, որ դա յուրահատուկ զգացողություն է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ մեր անկախացումից ի վեր, եւ մենք արագ ենք սովորում։ Կարծում եմ, որ մեր օրինակը պետք է ուսումնասիրվի եւ ընդունվի որպես ճանապարհային քարտեզ նրանց համար, ովքեր դեռ պատերազմի մեջ են։ Մեր օրինակը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքներին եւ փոխադարձ անվստահությանը։